Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել մեր կողմից պատրաստված այս հուզիչ տեսանյութը, վստահ ենք այն անտարբեր չի թողնի ոչ ոքի։ Եվ իհարկե չմոռանաք տեսանյութի վերջում անպայման գրել ձեր կարծիքներն ու բաժանորդագրվել։ Անին բազում էր փողոցով, ձեռքը կրծքին սեղմած, նա հևում էր, աչքերից հոսում էին արցունքները, նա չէր հավատում, որ իր կյանքն այդպես կփլուզվի։ Ամուսինը Հակոբը դարձել էր նրա վախերի ու ցավի աղբյուրը։ Սերը, որին վստահել էր ամբողջ հոգով, դարձել էր շղթա, որ խեղդում էր նրան ամեն օր։ Նա արդեն հղի էր, ապրում էր միայն իր երեխայի համար, այն մտքով էր ուժ գտել, որ գիշերվա կեսին փախչել էր այդ տան տապալող լռությունից ու կոպիտ խոսքերից։ Բայց փողոցը մութ էր, անձրևը խառնաշփոթ էր ստեղծում։ Ու երբ Անին վազում էր ճանապարհով, սրտում միայն իր ապագա երեխայի ձայնը լսելով, հանկարծ վառ լույս, սուր ձայն ու ճռռոց։ Անին զգաց ուժեղ հարված ու այլևս ոչինչ։ Երբ բացեց աչքերը, շուրջը սպիտակ էր, մի քանի վայրկյան հետո զգաց ցավը, հետո ինչ-որ սիրտ ծակող դատարկություն։ Աչքերը փակեց, վախենալով հասկանալ, թե ինչ է պատահել։ Այդ պահին մի մեղմ ու հարազատ ձայն լսվեց. «Դուք արթնացաք, փառք Աստծո»։ Տղամարդու ձայն էր, անծանոթ, բայց ջերմ։ Նա ներկայացավ Արման, բիզնեսմեն, ով տեղի ունեցած պատահարի համար իրեն մեղավոր էր զգում։ Նա էր վարում մեքենան, որը հարվածել էր Անիին։ Չնայած այն հանգամանքին, որ Անին անցել էր կարմիր լույսով, Արմանն անընդհատ իրեն էր մեղադրում։ Բայց ամենացավալին դեռ առջևում էր։ Բժիշկները նրան հայտնեցին, որ երեխան չի կարողացել փրկվել։ Այդ լուրը կոտրեց Անիին։ Նա մի քանի օր լռեց, չէր խոսում ոչ մեկի հետ։ Բայց Արմանն անծանոթ էր, բայց իր վշտի պահին նրա կողքին մնաց։ Ամեն օր գալիս էր, բերում էր ծաղիկներ, պատմում էր հետաքրքիր պատմություններ։ Ժամանակ անցավ, Անին սկսեց խոսել, զգում էր այդ մարդը փոխում է իր հոգին։ Իսկ երբ նա հիվանդանոցից դուրս եկավ, Արմանը նրան առաջարկեց ժամանակավոր իր տանը մնալ, քանի տեղ չուներ գնալու ու պետք էր գոնե մի քանի օր իրեն վերագտնելու համար։ Սկզբում Անին վարանեց, բայց նա ոչ տուն ուներ ու ոչինչ չուներ, ու ստիպված էր վստահել նրան։ Ամիսներ անց նրանց հարաբերություններում ջերմություն զգացվեց։ Անին կրկին սկսեց ժպտալ։ Արմանը նրան աջակցեց վերականգնելու մասնագիտությունը, Անիի մանկուց երազած արվեստանոցը բացեց։ Անին նկարում էր նրա կտավներում, նորից կամաց սկսեց լույս երևալ։ Մի օր Արմանը ծաղիկներով տուն եկավ ու ասաց. «Ես ուզում եմ դառնալ մեկը, ով ոչ թե քեզ ցավ է պատճառել, այլ նա, ով քեզ երջանկություն է պարգևում»։ Անին ու Արմանը ապրում էին, կարծես կյանքն ամեն ինչ սկսվում էր նորից, սրբելով անցյալի վերքերը, բայց նույնիսկ ամենաբարի լույսի մեջ երբեմն մթություն կա։ Անին հաճախ երազում էր իր կորսված երեխայի մասին։ Այդ ցավը մնում էր ներսում որպես խորը վիշտ, որ ոչ ոք չէր կարող տեսնել բացի Արմանից։ Մի օր Անին գաղտնի նամակ ստացավ, ու նամակում գրված չէր, թե ում կողմից, միայն կար ակնարկ Անիին, երեխայի մասին, չգիտես ամեն ինչ։ Անին չէր կարողանում մոռանալ այդ նախադասությունը։ Նա որոշեց գնալ բժշկական կենտրոն, որտեղ անցկացրել էր այդ հոսպիտալացման օրերը, պահանջեց բոլոր բժշկական փաստաթղթերը։ Փաստաթղթերի մի անկյունում տեսավ, որ պտուղը պահպանվել է և հանձնվել է մանկատուն։ Նրա աշխարհը փուլ եկավ։ Նա պահանջեց բացատրություն։ Բժիշկները, բուժքույրերը հավաքվեցին և պատմեցին ճշմարտությունը։ Այո, ձեր երեխային փրկել էին, բայց ձեր ամուսինը Հակոբը ներկայացավ որպես ընտանիքի միակ իրավաբան և պահանջեց, որ երեխային հանձնեն մանկատուն։ Անին հառաչեց. այդպիսի բան հնարավոր չէր, բայց փաստերը նրա աչքի առաջ են։ Անին սկսեց պայքարել, իրեն ուժ տվեց Արմանը, որն առանց վարանելու իր բոլոր կապերով, փաստաբաններով սկսեց գործը։ Շուտով բացահայտվեց ամեն ինչ։
Հակոբը գույքային վեճերի մեջ էր ու սեփական փառասիրությունը թույլ չէր տվել, որպեսզի Անին որդի ունենա ու ստիպել էր բժիշկներին կեղծել փաստաթղթերը։ Պայքարը ամիսներ տևեց, բայց վերջապես դատարանը նրան վերադարձրեց ամենաթանկ բանը՝ իր որդուն։ Ու երբ տարիներ անց փոքրիկ Արեգը քայլեց առաջին անգամ, վազեց դեպի նկարներով լի արվեստանոցը, գրկաբաց վազեց դեպի Արմանը, ու Անին հասկացավ, անգամ երբ թվում է ամեն ինչ կորցված, կյանքն ունի իր գաղտնի պահուստը վերադարձնելու այն, ինչ իրականում քոնն է։ Տարիներն անցան, Արեգը մեծանում էր ոչ միայն առողջ, այլև տարբերվող։ Նա ուներ արվեստի զգայուն աչք մորից ու լուռ խորամոտություն հորից, բայց դպրոցում նա հաճախ էր իրեն տարբեր զգում։ Մի երեկո, երբ Անին նկարում էր արվեստանոցում, Արեգը ներս մտավ ձեռքին հին նոթատետր։ Նա գտել էր այն պատահաբար մի գրապահարանում։ Նոթատետրում հին նամակներ էին, դատական փաստաթղթեր ու մեկ անուն, որն անընդհատ կրկնվում էր ու ամենուր գրված էր Հակոբ Սարգսյան։ «Մամ, ո՞վ է Հակոբը», հարցրեց նա։ Անին քարացավ։ Այդ պահին Արմանը նույնպես ներս մտավ։ Անին նայեց նրան, չէր ցանկանում թաքցնել։ Պատմեց ամեն բան առանց մեղադրանքի, առանց խեղաթյուրման։ Արեգը լսեց ամեն բառ ու լուռ։ Երբ մայրն ավարտեց, նա միայն կրկին հարցրեց. «Մամ, որտե՞ղ է իմ հայրը»։ Արմանը մոտեցավ երեխային, ծնկի եկավ, նայեց ուղիղ աչքերին ու ասաց. «Եթե հայր լինելը նշանակում է արյուն, ապա քո հայրը գուցե ուրիշ մարդ է։ Բայց եթե նշանակում է գրկել քեզ ամեն օր, լինել քո կողքին, երբ ցավ ես զգում ու քեզ հետ ժպտալ, ապա դա ես եմ, Արեգ»։ Արեգը լռեց, հետո գրկեց Արմանին։ Բայց ճակատագիրը չէր պատրաստվում հանգիստ թողնել նրանց։ Մի օր դուռը թակեցին։ Անին բացեց ու քարացավ Հակոբն էր, փոխված, մոխրագույն մազերով, ձեռքին ծաղիկներ։ «Ես չեմ ուզում որդուս խլել, ուղղակի ուզում եմ տեսնել, գոնե մեկ անգամ», ասաց Հակոբը։ Անին չէր հավատում։ Բայց Արմանն հանկարծ ասաց. «Թող տեսնի, Արեգը պիտի իմանա ով է նա։ Թող նա որոշի ում կընտրի»։ Հաջորդ օրը Արեգը հանդիպեց իր կենսաբանական հորը։ Նրանք երկար խոսեցին, խաղացին շախմատ։ Հակոբը պատմեց իր սխալների մասին։ Անկեղծ ասած, երբեք չի ներում իրեն։ Արեգը լսեց, մի պահ լռեց, հետո միայն ասաց. «Քեզ համար ես Արեգ եմ մնում, բայց ինձ դաստիարակել է Արմանը, նա է իմ հայրը»։ Անին կանգնած էր արվեստանոցում, նայում էր պատից կախված նկարը, որտեղ փոքրիկ Արեգը գրկել էր Արմանին։ Այդ նկարը կոչվում էր «Իմ ընտրությունը»։ Շնորհակալ ենք պատմությունը լսելու համար և հուսով ենք, որ անպայման կգրեք ձեր կարծիքները։ Եթե գտնում եք թերություններ, որ պետք է շտկվեն, անպայման գրեք մեկնաբանություններ բաժնում ու ձեր բոլորի կարծիքները մենք անպայման հաշվի կառնենք։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքի։